Մեր քաղաքական ուժը հայակվեն է, ինչպես հասկանում եք, ոչ թե ուժեղ Հայաստանը, մենք աջակցելու ենք ուժեղ Հայաստանին։ Եվ ուժեղ Հայաստանը ունի իր քաղաքական ծրագիրը, որի կազմելուն մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել։ Դրա հիմքում հետևյալն է, եւ ամենակարևորը հետևյալն է, մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին։ Մենք չենք գնալու թուրք-ադրբեջանական կապիտուլյացիային։ Հայաստանը պետք է իր ներքին ռեսուրսների եւ նաեւ իր դաշնակից եւ գործընկեր ուժային կենտրոնների հետ միասին կարողանա ձևավորել այնպիսի անվտանգային ճարտարապետություն եւ այնպիսի անվտանգային համակարգ, որը մեզ հնարավորություն է տալիս մերժել թուրք-ադրբեջանական պարտադրանքը։ Դա ամենաառանցքայինն է։ Մենք այլևս չենք գնալու թուրք-ադրբեջանական պարտադրանքով մեր եկեղեցիները քանդելուն, հայ առաքելական սուրբ եկեղեցին վարքաբեկելուն, Արարատը եւ մեր մշակույթի եւ ինքնության սիմվոլները մեր կյանքից հեռացնելուն, մեր փառքի անկյունները դպրոցներից հանելուն, մեր պատմությունը դասագրքերից հանելուն եւ այլն։ Սա ըստ էության կռիվ է եւ հանրաքվե է մեր ինքնությունը պահպանելու համար։ Պարոն Չալաբյան, Եվ մենք այդ կռիվը տանելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ դուք ունեք ներսում քննադատություններ, որ միասնության թևերի հետ այդպես համագործակցությունը չստացվեց, հիմա ուժեղ Հայաստանին եք սատարում աջակցում ձեր խոսքը մեջ բերեմ, ինչով է սա պայմանավորված եւ ըստ էության նաեւ ասում են այսպես վստահելի չէ։ Ով ասում։ Ներողություն։ Նախ մենք որևէ թևից որևէ թև չենք անցել։ Մենք համագործակցության ուշագիր ենք ստորագրել միասնության թևերի հետ, որով պայմանավորվել ենք մեր ուժերը միավորել։ Չի ստացվել։ Տարբեր պատճառներով չի ստացվել։ Միասնության թևերը թև չի ընդհանրապես։ Դա մեր համար մեզ համարժեք կառույց է։ Երկու համարժեք կառույցներ իրար հետ համագործակցության ուշագիր են ստորագրել, սկսել են համագործակցել, համագործակցությունը չի ստացվել։ Մեր պատճառների մասն էլ հայտարարել ենք, թե ինչի համագործակցությունը չի ստացվել։ Ցավալի է, որ չի ստացվել, անկեղծ ասած ցավալի է, որ չի ստացվել, բայց ասել, որ մենք մի թևից անցել ենք մյուս թևը, դա կեղծիք է, որտեղ միասնության թևերը ոչ մի թև էլ չի։ Դա մեր պես նորաստեղծ կառույց է, ավելի շուտ մենք 3 տարվա արդեն գործող կառույց ենք, իրենք կես տարի են գործում։ Կարելի է ասել, որ ընդհանրապես ուղղակի այդ համագործակցությունը չստացվեց այդքան բան։ Իդեպ ուժեղ Հայաստանը եւս նորաստեղծ կառույց է։ Եվ ասել, որ մի թևից մյուսն ենք անցնում, սխալ է, որովհետեւ սրանք բոլորը նորաստեղծ կառույցներ են, իրանց միջև ընթանում են համագործակցության տարբեր տեսակի ձևաչափներով քննարկում, հուսով ենք, այս համագործակցությունը կստացվի։ Պարոն Չալաբյան, խնդրում եմ կիսվեք, եթե այդպիսիք կան, դաշինքի ներսում ընդհանրապես քննարկումներ ունեք, թե առաջատար պաշտոններում առաջնահերթ ինչ նշանակումներ կունենա։ Տեսեք, ես կարծում եմ, որ դրա մասին խոսելը ընդհանրապես ժամանակավրեպ է, հա, որովհետև արջին չորսած իրակաշին չեմ բաժանում իր մեջ։ Ես ընդհանրապես որևէ այդպիսի քննարկման չեմ մասնակցել եւ չեմ տեսնում դրա անհրաժեշտություն այս բանը, որովհետև առաջնահերթ խնդիրը ըստ էության իշխանափոխությունը իրականացնելն է։ Եթե իշխանափոխությունը տեղի ունենա եւ երբ որ իշխանափոխությունը տեղի ունենա, ես կարծում եմ, որ կառավարության կազմը որպես այդպեսին երկրորդական հարց է լինելու։ Իհարկե, մենք պնդելու ենք նրա վրա, որ կառավարությունը կազմած լինի բարձր հանրային բացառություն վայելող մասնագետ պրոֆեսիոնալ մարդկանցից եւ հայակվեն իր ներսում ունի այդպիսի մարդիկ։ Իհարկե չենք հավակնում ամբողջ կառավարության կազմը մեզանով լրացնելու, բայց մենք մեր ներսում եղած պրոֆեսիոնալներին բնականաբար կառաջարկենք։ Բայց իմ կարծիքով հիմա դրա մասին հստակ պետք չի մտածել։ Ընդհակառակը պետք է հնարավոր է, որ այդպիսի քննարկումներ արդեն Չէ, դեռևս չեն սկսել, նորից եմ ասում։ Եվ ես կարծում եմ, որ այդ քննարկումների ժամանակը կգա այն ժամանակ, երբ որ մենք ձեր հետ միասին այդ հաղթանակը տոնենք։ Պարոն Չալաբյան, արդեն որոշում կա, ասում եք, եթե իշխանափոխություն լինի, իսկ եթե չլինի, գնալու եք խորհրդարան թե։ Եկեք սենց էլի, եկեք բոլորս տրամադրվենք նրան, որ իշխանափոխությունը լինելու է։ Որոշում կայացված չէ, կմտնեք որպես փոքրամասնություն խորհրդարան չեք մտնի։ Նորից ձեզ ասում էլի, տեսեք, հիշեք հետևյալը, հայակվեն աջակցում է ուժեղ Հայաստանին, բայց հայակվեն ներգրաված չի նույնիսկ ուժեղ Հայաստանի ցուցակի մեջ։ Ուստի այդ հարցերը դուք պետք է տաք ուժեղ Հայաստանի ցուցակի ներկայացուցիչներին, կմտնեն, չեն մտնի, բայց մեր նպատակը ի վերջո շատ հստակ է, հասնել իշխանափոխության եւ ձևավորել ազգային իշխանություն, ոչ թե թուրք-ադրբեջանական հպատակ իշխանություն ունենալ եւս երրորդ անգամ արդեն։ Մեր նպատակը դա է։ Այդ իշխանության ներսում, թե նախարարական պաշտոնները ովքեր կզբաղացնեն, կարևոր հարց է, բայց ամենակարևորը չի։ Լավ, շնորհակալ եմ բոլորին։